Քննարկում ենք հարց համար 48-ը ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան, համեցեք պարոն Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախագծի մշակումը եւ իհարկե ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսսիխոզնազորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր եւ 91.5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34.5 հեկտարը արդեն իսկ հիմնվել է եւ այս տարի արտադրանք է թողարկել։ Նախագծով առաջարկվում է, որ այս 34.5 հեկտարի համար ծրագրի շրջանակում այդ ջերմատների շահառուների համար հուլիսի ուրեմն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Ես այստեղ մի փոքր պարզաբանեմ, ինչու ենք այս պայմանը դրել, սրանք այն ջերմատներն են, որոնց համար ըստ էության արտոնյալ ժամկետը ավարտվել է։ Այսինքն իրենք արդեն կառուցել են, ավարտել են, արտադրանք են թողարկում եւ իրենք եւ մայր գումար են վճարում եւ տոկոսադրույք, եթե իհարկե այն որտեղ կան ջերմատնային տնտեսություններ, որոնց տոկոսադրույք ամբողջությամբ կառավարությունն է վճարում, կան այնպիսիները, որոնց մի հատվածը, մի փոքր հատվածը իրենք են վճարում։ Մենք ինչ ենք առաջարկում ենք, որ իրենք հաջորդ 6 ամսվա համար ըստ էության մայր գումար եւ տոկոսադրույք չեն վճարի եւ այդ բեռը իրենց մասով տեղափոխվում է հաջորդ ժամանակահատված, որպեսզի բայց չծանրաբեռնվի հաջորդ ժամանակահատվածի համար, եւս 6 ամիս վերջից ենք ավելացնում, կարելի ասել այն ինչ որ պետքա հաջորդ 6 ամսում կվճարեն ամենավերջում, բայց կառավարությունը իր պարտավորությունները բանկերի առաջ կշարունակի կատարել։ Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, դիմումինքից ներկայացնելով պետական եկամուտների կողմից տրամադրված տեղեկան 26 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի եւ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկան մոնիտորինգի արդյունքներով ջերմատունը կառուցած լինելու վերաբերյալ։ Թերևս այսքանը, եթե լրացուցիչ հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, հարգելի գործընկերներ, մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել եւ նաեւ մենք շարունակում ենք մոնիտորինգը, որովհետեւ հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետեւ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետեւյալը, որ հարգելի տնտեսվարողներ, առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ սա լավ եւ փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե այլ որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Ինչ նկատի ունեմ օբյեկտիվ խոչընդոտ ասելով։ Նկատի ունեմ հետեւյալը, երբ որ ապրանք արտադրանքը համապատասխանում է ստանդարտին եւ ստանդարտին համապատասխանելու պայմաններում ինքը ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այնտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում, անկեղծ ասած, որովհետեւ 8 տարի գործնականում մենք այս խնդիրը բարձրացնում ենք բոլորի առաջ։ Եվ ամեն անգամ մենք շատ մոտ լինելով եզրին կայացնել
կտրուկ եւ չոր որոշումներ, բայց ոլորտները հավաքվում են, գալիս են, խնդրում են եւ սա արդեն տեղի ունեցել 4 անգամ, 5 անգամ ուղակի կամ անուղակի միջնորդավորված կամ չմիջնորդավորված, թե լավ 6 ամիս էլ ժամանակ տվեք, շատ լավ 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիս էլ, 6 ամիսներով 8 տարին անցել, հետեւաբար էլ ժամանակ չկա։ Նրանք ովքեր կուզենան իրոք այդ ստանդարտներին համապատասխանել, մենք աջակցության ծրագրերը այսօր էլ բաց են։ Եթե կպարզվի ինչ որ աջակցության ծրագիր կա, որ մենք չենք նախատեսել, էդ էլ կընդունենք, բայց կներեք, բայց բանի անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին այդ անտրամաբանական է։ Ես բազում նիստերում, ես չգիտեմ, նույնիսկ կարող է հրապարակային, բայց աշխատանքային նիստերում մենք այդ խնդիրը բարձրացրել ենք, իսկ այն ապրանքները, որոնք ստանդարտին համապատասխանում են, ստանդարտներին համապատասխանում են, մենք միանշանակ եւ աներկբա կանգնելու ենք տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց եւ քաջալերելու ենք, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ եւ ուզում եմ նաեւ ինչ որտեղ հպարտորեն նաեւ նշենք, որ այս ջերմատներին, որոնց մենք հիմա աջակցում ենք, փաստացի իրենց արտադրանքը ոչ միայն ունի այդ միջազգային սերտիֆիկատները, այլև սա ամբողջապես նույն տեխնոլոգիաներն է, ինչը օրինակ Եվրոպական միության զարգացած գյուղատնտեսական երկրներում կարող ենք ունենալ։ Նույն որակավորում ունեցող մասնագետները, նույն տեխնոլոգիան, նույն մեթոդները, նույն սարքավորումները, բացարձակապես նույնը, եւ այո, մենք տրանսպորտային որոշակի հեռավորությունների խնդիր ունենք եւ դրա պատճառով նաեւ աջակցության ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի փորձենք այդ ադապտացիան ապահովել։ Իմ կարծիքով մենք տրանսպորտային հեռավորության խնդիր էլ չունենք, որովհետեւ մենք մեծ ծանոթ աշխարհագրությունով ենք առաջնորդվում, բայց այն հնարավորությունները, որ բացվում են, այդ ընդհակառակը հիմա նախորդ օրը երբ որ մենք խորհրդակցություն ունեցանք, մենք տեսանք, որ մի շարք նոր տրանսպորտային ուղղություններ են բացվել, որոնք A-կետից B կետը ավելի կարճ են հասցնում, քան այն, որ մենք նախկինում ունեցել ենք։ Եվ սա պետքա էլի բան անել, աշխարհագրությունը նուրբ գիտություն է, իրան տարբեր հնարավորություններ ունի, պետք է այդ տարբեր հնարավորությունները պարզապես տեսնել, ել չեմ ասում, որ մենք ուրիշ աջակցության ծրագրեր ենք արտահանման հարցում, մաքսատուրքերի աջակցություն եւ այլն, եւ իհարկե նույն տնտեսվարողը կարող է եւ այն ծրագրերից օգտվել, այնպես որ մեծ հնարավորություններ են բացվել եւ պետք է մենք այդ մեծ հնարավորություններից քաջալերենք օգտվել մեր տնտեսվարողներին։ Իհարկե նաև հնդածս կզբաղվենք նաև Եվրասիական տնտեսական միությունում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով։ Թույլ կտակ նաև ձեր խոսքի վրա հավելեմ աշխարհագրությունը եւ արտահանման ծավալների հետ կապված որոշակի տեղեկատվություն։ Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն եւ ելակ եւ շուրջ 1.8 միլիոն հատ ծաղիկ եւ 17 տոննա ծաղիկ ենք արտահանել։ Աշխարհագրությունը հետեւյալն է. ըստ ծավալների Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելոռուս, Ղազախստան։ Շատ լավ, ես կարծում եմ, որ այդ ուղղություն մենք խոսում ենք առաջին արտահանումների մասին եւ համոզված եմ, որ այդտեղ արդեն մեր տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, որ այդ ծավալները անխուսափելիորեն պիտի մեծանան եւ հենց այս որոշումները նաեւ դրա համար են ընդունվում, որպեսզի մեր տնտեսվարողները առանց լրացուցիչ լարվածությունների եւ առանց լրացուցիչ ժամանական եւ ֆինանսական ճնշումների գնան եւ պոտենցիալ գործընկերների հետ բանակցեն եւ գտնեն իրենց համար հնարավորինս շահավետ պայմաններ։ Վարչապետ, որպեսզի նաեւ հասկանալի լինեի, նշեմ, օրինակ սա միայն ջերմատնայինն էր, օրինակ ծիրանը արդեն սկսվել է արտահանվել եւ 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում, ընդ որում ծիրանը կարելի է ասել 3 նոր արդեն սկսել ենք, մինչև այս տարի, ինչպես ասում են, տարին հետ էր եւ նոր սկսում է հասնել, 3 առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան։ Շատ լավ։ Խնդրեմ, կան այլ դիտարկումներ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն Պապյան,
Ես ճիշտ եմ հասկանում, որ ըստ էության մենք ասում ենք, որ 96 ամիս նախատեսված ժամկետ է, որի ընթացքում կառավարությունը սուբսիդավորում էր տոկոսները վարկի, ավելացնում ենք 6 ամսով, եթե ֆինանսավորող կազմակերպությունը եւ վարկառուն կպայմանավորվեն դրա մասին, այսինքն մենք դրանով հանձնառություն ենք վերցնում, որ 6 ամիս ավելի երկար կսուբսիդավորենք, եւ երկրորդը դուք նշեցիք, որ 12 ամիս գործող աջակցության ծրագիրը հնարավորություն է տալիս, որ վարկի մայր գումարը նորից ֆինանսավորող բանկի եւ վարկառուի պայմանավորվածությամբ չմարվի, այլ այդ ժամանակահատվածում, արտոնյալ ժամանակահատվածում ֆինանսավորվեն կամ վճարվեն միայն տոկոսները։ Հիմա եթե մի կազմակերպություն կա, որի այդ 12 ամսյա ժամկետը 3 տարի առաջ լրացել է, օրինակ կարող էր վարկը լինել արդեն 4 տարվա մեջ, եւ հիմա են իրենք պայմանավորվում, որ լինի 6 ամիս ժամանակահատված, երբ որ մարումներ չեն լինելու։ Դրա հնարավորությունը ճկունությունը տվել ենք, չէ՞, որ վարկառուն եւ բանկը պայմանավորվեն, այսինքն պարտադիր չի, որ այն 12 ամիս արտոնյալ ժամանակահատվածը անընդհատաբար շարունակվի։ Պարոն Խաչատրյան, ձեր երկու հարցերի պատասխանները այո են, այո, նույն տրամաբանությամբ, այսինքն կա դեպքում, որ կարճ մի քանի տարի է մնացել, մի դեպքում ավելի երկար, բոլոր այն ընկերությունները, որոնք կգան այս կետին կհասնեն, էական չի, իրենք դեռ ինչքան ունեին վարկին, իրենք կարող են օգտվել այս ծրագրից։ Կան այլ հարցեր։ Չկան։ Դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար